Բարևիմ շացիելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Մեդինֆորում հաղորդաշարը եւ հեռուստաէկրանների մոտ է հրավիրում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են իրենց ատամնաշարի տարատեսակ խնդիրներով, հատկապես մայրիկներին, որովհետեւ հենց փոքր տարիքից երեխաները ունենում են օրթոդոնտիկ խնդիրներ, որոնք անտեսելով հետագայում ասես ավելի է մեծանում այդ խնդիրը եւ իհարկե անլուծելի չասեմ, քանի որ ժամանակակից ստոմատոլոգիան բավականին զարգացած է, բայց մեկ գործը երկուսն է դառնում, ինչպես նշում է ժողովուրդը։ Ես իրոք զրուցել եմ հրավիրել բժիշկ ստոմատոլոգ Գայանե Աղվանյանին, զրուցել օրթոդոնտիկ խնդիրների մասին, հասկանալու թե երբ ինչպես պետք է դիմել բժիշկին օրթոդոնտիկ խնդիրների հետ կապված։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ մեզ հետաքրքիր ինֆորմացիա ենք ակնկալում կհաղորդեք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հաճելի է շատ ձեզ տեսնել մեր ծրագրի շրջանակում եւ այսպես օրթոդոնտիայի խնդիրներ, այ որ տարիքից է ճիշտ պատշաճ ուշադրություն դարձնել դիմել օրթոդոնտին։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, քանի որ այս հարցի հետ կապված երկու տարբեր կարծիքներ կան եւ արդյունքում մարդիկ կանգնում են այսպես երկընտրանքի առաջ եւ շատ հաճախ սխալ ընտրություն կատարելով, սխալ որոշում կայացնելով, արդյունքում հետագայում կանգնում են խնդիրների առջև։ Հիմա մի խումբ մասնագետները պնդում են, որ պետք է բժշկի դիմել, օրթոդոնտի դիմել, երբ որ ձգտած են բոլոր մշտական ատամները։ Իսկ երկրորդ խումբը պնդում է, որ պետք է դիմել խառը գծվածքի փուլում, այսինքն երբ կան եւ կաթնատամներ եւ մշտական ատամներ։ Ես այդ հարցին միանշանակ կպատասխանեմ, որ պետք է դիմել խառը գծվածքի փուլում, քանի որ մինչեւ մշտական ատամների ձգտելը մենք դեռևս կարող ենք բոլոր մշտական ատամների ձգտելը մենք դեռևս կարող ենք ազդեցություն ունենալ ծնոտոսկրերի վրա։ Այսինքն, եթե ունենք ծնոտային ոսկրային խնդիր, ապա կարող ենք ազդել խթանելով կամ կանխելով ծնոտների աճը մինչև սեռական հասունացում։ Խոսքը որ տարիքների մասին է հիմնականում սկսած 3 տարեկանից թե ավելի ուշ։ Տեսեք, կաթնատամները սկսում են արդեն մշտականներով փոխարինվել 6 տարեկանից սկսած։ Բայց կան խնդիրներ, որ նույնիսկ կաթնատամային կցվածքի շրջանում, ես հիմա կնշեմ այդ խնդիրները, կաթնատամային կցվածքում եւս պետք է այսպես հսկողության տակ լինեն։ Որոնք են այդ խնդիրները։ Երբ ունենք խաչաձև կցվածք, այսինքն վերին ատամները թեքված են դեպի ավելի լեզվային ստորին ատամների նկատմամբ։ Այս դեպքում իհարկե սկզբնական շրջանում խնդիրը ասես դեպի դուրս, այո, թեքված։ Կողմնային հատվածում այսպես դեպի ներս են թեքված լինում։ Այս դեպքում սկզբնական շրջանում իհարկե արտահայտվում է ատամնաշարի մակարդակով, ատամների մակարդակով, բայց հետագայում դա հանգեցնում է արդեն դիմային տվյալների փոփոխության, ունենում ենք դեմքի ասիմետրիա։ Եվ մյուս խնդիրը, որ դուք ինքներդ նշեցիք, երբ առջևի հատվածում ստորին ատամները գալիս են, անցնում են առաջ, հացածքում են վերին ատամները, այս դեպքում վերին ատամների կողմից մեր ստորին ատամները այլևս վերահսկողության տակ չեն լինում եւ ստորին ատամները գալով առաջ վերահսկողությունից դուրս լինելով նույնիսկ կարող է ստորին ծնոտը այդպես արդեն դեպի առաջ աճել։ Բժշկուհի, խնդրեմ նշեք այն փուլերը, որոնք պահանջվում է խորհրդատվության համար, ինչ փուլեր է անհրաժեշտ, քանի փուլով պետք է այցելել խորհրդատվության։ Իմ մոտ խորհրդատվությունը 2 փուլով է ընթանում։ Առաջի փուլում լսում եմ պացիենտի զանգակները, կատարում եմ զննում, իհարկե եւ ներբերանային եւ արտաքին զննում, որովհետեւ օրթոդոնտիկ բուժման միջոցով ես ազդեցություն եմ ունենում նաև դիմային տվյալների վրա, գնահատում եմ դեմքի համաչափությունը, պրոֆիլը, այնուհետև ուղղորդում եմ ռենտգեն հետազոտությունների եւ այդ ողջ ինֆորմացիան հավաքելով առաջի փուլում կատարում եմ նաև ֆոտոսեսիա։ Այդ ֆոտոների եւ ռենտգենների հիման վրա կազմում եմ բուժման պլան եւ երկրորդ փուլում արդեն ներկայացնում եմ իմ բուժման պլանը։ Հրաշալի, հետաքրքիր մեթոդ եք մշակել պատկերը հասկանալուց հետո, կարծում եմ յուրաքանչյուրին է հետաքրքիր, թե բուժման կուրսը որքան է տևում, որքան ժամանակ պետք է այդ բուժմանը հատկացնել։ Տևողությունը շատ անհատական է, բայց այսպես միջինացված նշեմ, մոտ 1.5 տարի։ Այստեղ շատ կարևոր է խնդրի բարդությունը հաշվի առնել, օրգանիզմի առանձնահատկությունները, վերջի մենք օրգանիզմի հետ ենք աշխատում եւ կարևոր է թե ինչպես կպատասխանի մեր ուժերին։
կարևոր է նաև պացիենտի պարտաճանաչությունը։ Բժշկության մեջ այսպիսի մի նրբություն կա, որ արդյունքը կախված է նաև մեր պացիենտներից։ Պետք է հետևել բժշկի ցուցումներին, իհարկե զգույշ լինել, որպեսզի խուսափեն բրեկետները պոկելուց, յուրաքանչյուր պոկելը բուժման տևողության վրա է անդրադառնում։ Դա էլ չասենք ատամնաշարի վրա նույնպես։ Իհարկե։ Եվ օրինակ ապարատներ պետք է կրել, որոշում է, որ այն ժամանակահատվածը, որ մենք նշում ենք, պետք է այսպես կրճատել եւ արդյունքում մենք չենք ունենում այն արդյունքը եւ այն ժամանակահատվածում, որը նախատեսել էինք։ Այնպես որ պետք է լինել հետեւողական։ Այո, իհարկե։ Գանա եւ կցանկանայի նաեւ հարցնել, թե ստանալ այս հարցի պատասխանը այ բրեկետներ եւ էլայներներ, ասես էլայներներ ավելի նոր սերնդի փոխարինող չասենք, բայց լրացնող, այո, այսպես միջոց են ատամնաշարը ուղղելու կամ որը որոշակի թեքվածություն եւ այլն ծնոտի չասենք ատամնաշարի ուղղելու համար։ Ինչ է իրենցից ներկայացնում էլայներները եւ արդյոք դրանք իսկապես բրեկետի ուժի չափով կարող են ուղղել ծուռ ատամնաշարը։ Այսօր էլայներները իսկապես մեծ կիրառություն են սկսում գտնել եւ փոխարինել բրեկետներին։ Դրանց միջոցով իհարկե մենք կարողանում ենք ատամնաշարի լիարժեք ուղղում ապահովել։ Այն մարդիկ, ովքեր որ խուսափում են, բրեկետներից կաշկանդվում են, նրանց համար դա հիանալի եղանակ է, քանի որ դրանք շարժական ապարատներ են, կապանների մի ամբողջական շարք է, որը հերթականությամբ փոխելով կարողանում ենք ստանալ այն արդյունքը, որը ի սկզբանե նախատեսված է եղել։ Բայց իսկապես կարողանում են այդ թեթև փափուկ թվացող սարքավորումները ապահովել նույն արդյունքը, ինչ որ այդ մետաղյա բրեկետները օրինակ։ Դրանք իրականում այդքան էլ փափուկ սարքեր չեն, նրանց ուժը իհարկե հնարավորություն է տալիս լիարժեք ուղղել ատամները։ Գանա, իսկ ճիշտ է, որ բրեկետները կարող են ախտահարել ատամները, որևէ կերպ կամ փչացնել, կամ արտաքին տեսքը, կամ առհասարակ, խնդրեմ։ Այսպիսի մի սխալ կարծիք կա տարածված, որ բրեկետներից ատամները ախտահարվում են, բայց մի փոքրիկ շտկում մտցնեմ, ոչ թե բրեկետներից են ախտահարվում, այլ իհարկե բրեկետները այսպես կոչված ռետենցիոն կետեր են ստեղծում, այսինքն տարածություններ, որտեղ սնունդը հեշտ է կուտակվում, բայց ոչ թե բրեկետներից են վնասվում, այլ վատ խնամքի արդյունքում։ Պետք է նորից այստեղ գալիս եմ նրան, որ պետք է հետևել բժշկի ցուցումներին, բրեկետները ֆիքսելուց հետո պարտադիր տրվում են բոլոր ցուցումները, նշվում են, ինչ խոզանակներ պետք է օգտագործել, ինչպես պետք է խնամքը իրականացնել, ինչ հաճախականությամբ պետք է ատամները լվանալ։ Իսկ այդ էլայներներ կամ բրեկետներ կրելուց առաջ կարելի է ատամները ենթարկել սպիտակեցման, այդ process-ի հետո նոր կրել դրանք։ Կարելի է իրականացնել պրոֆեսիոնալ հիգիենա, այսինքն մաքրում, բայց սպիտակեցում խորհուրդ չի տրվում։ Ավարտից հետո, անպայման, դա պետք է իրականացնել արդեն բուժումը ավարտելուց հետո։ Շատ լավ, դուք շարունակեք խնդրեմ բրեկետների խնամքի թեման, այսինքն այդ ամենը պահպանելով մենք այլևս չենք վնասի, այո, ատամը։ Անպայման, իդեալական հիգիենայի դեպքում ատամները լիարժեք առողջ վիճակում են մնում։
երբ բրակետները կրում են, բնականաբար, ինչպես դուք նշեցիք, փոխվում է խնամելու միջոցները, այո, ատամնաշարի խնամքի միջոցները, ինչպես նաև խոզանակը, ամեն ինչը հարմարեցվում է դրան։ Արդյոք սննդակարգում նույնպես որոշակի փոփոխություններ պետք է կատարել։ Սննդակարգի հետ կապված անպայման պետք է արդեն պատրաստ լինել որոշակի զոհողությունների։ Իհարկե այն սնունդը, որը պարունակում է վիտամիններ, միկրոէլեմենտներ, չնայած լինելով կոշտ օրինակ, իհարկե դա պետք է օգտագործել, ուղղակի օգտագործման այլընտրանքային տարբերակ պետք է գտնել։ Մանրացնելով, քերելով, նույնիսկ սկզբնական շրջանում կլինի մի բանջարեղեն դրանք փորձեն նույնիսկ քյութի տեսքով օգտագործել։ Ինչու՞։ Որպեսզի իհարկե բրակետները չփոխենք, նաև սկզբնական շրջանում լինում է այսպես ձգվածության, դիսկոմֆորտի զգացողություն եւ կոշտ սնունդ օգտագործելով այդ զգացողությունը ել ավելի մեծանում է, որպեսզի այդ ընտելացման շրջանը ավելի հեշտ անցնենք, փորձենք մի փոքր ավելի Եվ այս մեր զրույցից դատելով հասկանում եմ, որ օրթոդոնտիան ասես ավելի շատ էսթետիկ խնդիրներ է լուծում, որքանով է այս կարծիքը ճիշտ։ Մարդկանց մեջ հենց այդ տարբերակն է տարածված, բայց նշեմ ինչքան էլ որ դիմում են մեծամասամբ էսթետիկ խնդիրների շտկման համար, 1-2 թեկատամի շտկման համար, իհարկե մենք այդ թեկատամները շտկում ենք, իդեալական ատամնաշար ենք փորձում ապահովել, բայց չպետք է մոռանալ, որ օրթոդոնտիան ունի շատ մեծ հնարավորություններ եւ շատ լուրջ խնդիրներ շտկելու հնարավորություններ, ինչպիսիք են օրինակ իդեալական կոնտակտներ ապահովելով հնարավոր է լինում սննդի լիարժեք մշակում կատարել, դրանով իհարկե նպաստում ենք աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեությանը։ Հաջորդը որ կնշեմ տարածություններով ատամները։ Նման դեպքում ինչ է տեղի ունենում։ Ծանրաբեռնվածություն է ընկնում ատամների վրա, այդ ծավալական ճնշումները բավականին մեծ են եւ արդյունքում ատամները գերց ծանրաբեռնվում են։ Մեր բուժման արդյունքում վերացնելով տարածությունները, ծանրաբեռնվածությունը այսպես հավասարաչափ է բաշխվում կծվածքի։ Այո, բոլոր ատամների միջև եւ արդյունքում չեն գերց ծանրաբեռնվում։ Հակառակ դեպքում, գերց ծանրաբեռնվելու դեպքում դա հանգեցնում է ատամների վաղաժամ կորստի։ Իսկ ինչ խնդիրների դեպքում կարելի է դիմել օրթոդոնտի, հաճախ մարդիկ շփոթում են, այո, նույնիսկ չէ որ ստոմատոլոգիան էլ իր ճյուղերն ունի, եւ եկեք հստակեցնենք, որ դեպքերում պետք է դիմել, ինչ խնդիրների դեպքում։ Օրթոդոնտի կարող են դիմել ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին։ Եթե վերին եւ ստորին ատամների միջև ունենք արտահայտված տարածություն, սա կոչվում է դիստալ կցվածք։ Կարող են դիմել մեդիալ կցվածքի դեպքում, երբ ստորին ատամները գալիս են եւ ծածկում են վերին ատամներին։ Մյուս տարբերակը, երբ որ ունենք բաց կցվածք, երբ վերին եւ ստորին ատամների միջև առաջանում է ուղղահայաց ճեղք։ Եվ դա կարող է լինել ինչպես առաջային հատվածում, այնպես էլ կողմնային հատվածում։ Կարող են դիմել, երբ ունենք եզրը եզրին հպում, այսինքն առջևի ատամները իրար եզրերով են հպվում։ Մյուս տարբերակը խորը կցվածքի դեպքում, երբ վերին ատամները ծածկում են ստորին ատամների պսակների բարձրության 1/3-ից ավելի չափով։ Երբ ունենք տարածություններ ատամների միջև, երբ ունենք խճողված ատամներ, լնդային շպիտի դեպքում։ Շատ լավ, Գայանե, ի՞նչն է նպաստում օրթոդոնտիկ խնդիրների առաջացմանը։ Առաջացման գործում այսպես լուրջ ազդեցություն ունի իհարկե գենետիկ ֆակտորը, երբ երեխան շարունակում է ծնողներից տարբեր գենետիկ ինֆորմացիա եւ դրանց անհամապատասխանություն է ստեղծվում։ Կարող է մի ծնողից ժառանգել ծնոտների չափեր, մյուս ծնողից ատամների չափեր, կամ նույնիսկ մի ծնողից մի ծնոտի չափ, մյուս ծնողից մեկ ծնոտի չափ։ Այսպիսով ստեղծվում են ատամնածնոտային անոմալիաներ։ Գործոնները բազմաթիվ են, բայց այս պահին կցանկանայի անդրադառնալ այն գործոններին, որոնց իմացությունը ծնողներին թույլ կտա կանխել օրթոդոնտիկ խնդիրների առաջացումը։ Առաջինը, որ կնշեմ, դա նորածնի սնուցման տեսակն է։ Ճիշտ է բնական սնուցումը, որի շնորհիվ ինչ է տեղի ունենում։ Տեսեք, երեխան երբ ծնվում է, նորածնի մոտ ստորին ծնոտը
10 մմ-ի չափով վերին ծնոտից հետ է գտնվում։ Դիստալ դիրքում է գտնվում։ Եվ բնական սնուցման միջոցով մկանների աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում ծնոտի աճ։ Եվ մինչև 1 տարեկան արդեն ծնոտը գտնվում է իր ճիշտ դիրքում։ Երբ արհեստական սնուցմամբ է տեղի ունենում, սնուցումը, այս դեպքում մկանները բավականաչափ աշխատանք չեն կատարում եւ արդյունքում ծնոտը մնում է հետ դիրքում։ Խորհուրդ կտա, որպեսզի եթե ինչ-ինչ պատճառներով անցել են արհեստական սնուցման տարբերակին, փորձեն հնարավորինս մոտեցնել բնական սնուցմանը, նույնիսկ երեխայի դիրքը, հա, այդ կիսապարկած դիրքում պահել եւ ծծակի անցքը լինի բավականաչափ փոքր, որպեսզի մկանները կատարեն հնարավորինս, այո, ջանք գործադրեն եւ աշխատանք կատարեն։ Ամեն ինչ ասես հաշվարկված է, չէ՞, բնության կողմից։ Բժշկուհի, իսկ հնարավոր է ծնոտի խնդիրների դեպքում միայն մի կողմանի բուժում կատարել, այսինքն կամ միայն վերին ծնոտը կամ միայն ստորին, այս դեպքում էֆեկտիվ է լինում ատամների ուղումը։ Այս հարցը եւս շատ են ուղղում։ Մարդկանց թվում է, եթե մեկ ատամնաշարում ունենք, թե ատամներ կամ խնդիրը թվայցյալ մեկ ատամնաշարում է միայն եւ մյուս ատամնաշարում իդեալական դասավորված են ատամները, նշանակում է կարող ենք իրականացնել միածնոտանի բուժում, բայց դա այդպես չէ, պետք է չմոռանալ, որ իդեալական կոնտակտներ պետք է ապահովել, հա, ճիշտ փոխհարաբերություն վերին եւ ստորին ատամնաշարերի միջեւ։ Այդ իսկ պատճառով միածնոտանի բուժումը եզակի դեպքերում է հնարավոր լինում։ Հասկանալի է։ Եվ վերջին հարցս Գայանե, այ ռեկետների կիրառումից հետո, բուժումը ավարտելուց հետո ֆիքսատորների գործածումը որքանով է կարևոր եւ պարտադիր համարում։ Ակտիվ փուլը ավարտելուց հետո, այսինքն երբ մենք տեղաշարժեր ենք ապահովել, պարտադիր պետք է կրել ֆիքսատորներ, քանի որ դեռևս ատամները փորձում են վերադառնալ իրենց հին դիրքին, այստեղ տեղի է ունենում վերակառուցողական պրոցեսներ հյուսվածքների եւ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Այ որքան ժամանակ պետք է կրել այդ ֆիքսատորները։ Տեսեք, ես նախընտրում եմ բուժման կրկնակի կուրսի չափ, այսինքն եթե մենք բրեկետներ կրել ենք 1 տարի, պետք է ֆիքսատորներ կրել 2 տարի, բայց 2 տարին լրանալուն պես պացիենտը ինքնուրույն չպետք է որոշի, որ վերջ պետք է ձերբազատվել ֆիքսատորներից։ Նույնը կարելի ասել էլայներների դեպքում։ Եվս ֆիքսատորներ պարտադիր պետք է կրել։ Իհարկե, այս դեպքում եւս մենք տեղաշարժեր ենք ապահովել եւ նորից կայունացման խնդիր ունենք։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր նորություններով լի հարցազրույցի համար, իսկապես շատ տարեր ինձ համար նույնպես հետաքրքիր էր իմանալ լսել, քանի որ նորություններ։ Հաջողություն եմ մաղթում ձեզ բոլոր նախաձեռնություններում։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ ձեզ նաեւ ուշադրության համար։ Մեդինֆորմ հաղորդաշարը փորձում է բժշկական աշխարհի բոլոր նորությունները ճիշտ ժամանակին հասցնել ձեզ, մեր հասցեատիրոջը։ Այսքան այսօրվա համար, հետևեք մեր հաղորդումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները, իսկ մենք կհանդիպենք, հետևեք Մեդինֆորմի թողարկումներին։